Հայկական խոհանոցում իր ուրույն տեղը ունի խաղողի տերևը, բացի համեղ լինելուց, այն նաև շատ օգտակար է։ Ունի զարմանալիորեն հագեցած քիմիական բաղադրություն՝ շաքար, ինոզիտ, բետային, կվերցետին, քոլին, դաբաղանյութ, բազմաչհագեցած ճարպեր եւ այլն։ Այն նաև պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մարգանեցի, բետա-կարոտինի գրեթե 100%, կալցիումի 36%, մագնիումի 23.3%, պղնձի 20%, երկաթի 14%, ինչպես նաև վիտամիններ B2, B6, B9։ Օրգանական թթուների լայն տեսականի ևս պարունակում է եւ շատ այլ օգտակար նյութեր։ Խաղողի տերևն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն, հեշտությամբ է փոխանցում իր օգտակար նյութերը ջերմային մշակման ժամանակ։ Մատղաշ տերևները կամ դրանցից ստացված հյութը թարմ քամված օգտագործելու դեպքում արյունը եւ փայծաղը մաքրվում են կուտակված վնասակար նյութերից, տրոհվում են երիկամների ու միզապարկի քարերը, լավանում է ուղեղի սնուցումը, ինչպես նաև հստականում է բոլոր զգայարանների աշխատանքը, լավանում է սրտի աշխատանքը, բացվում է շնչառությունը եւ հանգստանում են նյարդերը։ Խաղողի տերևի եւ գինու խառնուրդով բուժում են փայծաղի տարատեսակ հիվանդությունները։ Այսքան դրականի կողքին հարկավոր է նշել, որ որպես այդպիսին հակացուցումներ չկա, բայց պետք է հիշել, որ ամեն ինչ հարկավոր է օգտագործել միայն չափի մեջ։